Թողեք մեր աշկերը փակենք, մեր գլուխները խոնարհեցնենք եւ մեր սրտերը բացենք Աստծո համար։ Հալելույա։ Թողնենք, որ Հիսուս Քրիստոսի թագավորությունը սկսվի հիմակվանից մեր սրտերի մեջ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հայր Աստված, գոհանում ենք քեզանից, շնորհակալ ենք Հիսուս Քրիստոս Աստծո որդի, որ դու եկել ես Տեր ամեն մեկից փրկելու եւ տանելու այն խոստումի երկիրը, այն երկնքի թագավորությունը, որ մեզ ամենից համար պատրաստել ես ով Աստված։ Շնորհակալ ենք Տեր, որ մենք Տեր իմ Աստվածան արժանի չէինք, բայց դու այդ մեծ սերովը ով Աստված, ամեն մեկից Տեր իմ Աստվածան, որ ընդունել ենք քեզի, մեզ իշխանություն ես տվել, որ քո հետ թագավորենք ով Աստված։ Այդ տեղը, որ Տեր իմ Աստվածան, դու մեզ հետ պետք է թագավորես Տեր իմ Աստվածան, պատրաստել ես արդեն մեր բոլորիս համար։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստվածան, ամեն քույր եղբայրներից Տեր քո ներկայության մեջ բարձրացնում ենք։ Նրանք որ բացակա են, նրանք որ չեն եկել Տեր, եւ նրանք որ Տեր խռով սրտով Տեր նստած են, նրանք որ Տեր իմ Աստվածան քեզ հետ կապերը կտրել են ով Աստված, դրանց ամենի համար աղոթք ենք բարձրացնում։ Եվ ասում ենք Տեր, ողորմիր ամեն մեկից եւ թող որ քո թագավորությունը դրանց մեջ Տեր նորեն մի կրակ վառի ով Աստված։ Փառք ու պատիվն ու զորությունը քոնդ լինի հիմա միջով Հավետյանս Հավիտենից ամեն։ Փառք Հիսուսին։ Հիսուսի հաղթական մուտքը, որը նրան խաչի ճանապարհով էր տանում։ Հիսուսի հաղթական մուտքը։ Գիտեք, թագավորները տարբեր սովորություններ ունեին։ Թագավորները, որ մտնում էին մի տեղ գրավում էին, իրանց սովորությունները այդպես էր, որ պետք է ամբողջ ժողովուրդը դառնային իրանց ստրուկը։ Իրանց ունեցվածքը պետք է տային թագավորին։ Ինչ որ կար պետք է նրանց լիներ։ Իրանց իրավունքի տակ պետք է ամեն մարդիկ աշխատեին։ Որոշ անգամ բարի թագավորներ էլ կային, որ մարդկանց համար բարի գործեր էին անում։ Եթե մենք պատմության մեջ նայենք, Պարսկաստանի թագավորը, Սայրոս թագավորը, եւ որ հարձակվում է եւ Բաբիլոնը վերցնում է 500 մոտավորապես 39 թվական Հիսուսից առաջ, 539 տարի Հիսուսից առաջ, եւ որ հարձակվում է եւ այդ քաղաքը բռնում է, մարդկանց չի չարչարում, մարդկանց չի նեղացնում, այլ ինչ անում, թողնում է որ ով ինչ կրոն ունի, դրանցով զբաղվի։ Կրկատուններ ինչ որ ունեցել են, չգիտեմ, ժողովարանները հрьяաներին ազատություն է տալի իրանց օրենքը պահեն եւ օտար թագավորները որ մենք պատմության մեջ նայում ենք, այդպեսի մարդիկ չեն եղել։ Եվ դրա համար Սայրեսի անունը Սուրբ Գրքի մեջ որպեսի Աստծո օծյալ է ճանաչվում, որտեղ Աստծո ծրագիրն էր հետևում, բայց օտար թագավորներ կային, որ շատ դաժան էին վարվում։ Ասորիների թագավորությունը եւ որ հարձակվում էր մետեղ, այդ մարդկանց վերցնում էին եւ փոխադրում են օտար տեղ եւ այն օտար տեղի ժողովրդին վերցնում փոխադրում են այս մյուսների երկիրը եւ այդպեսով խառնում էին ժողովուրդը, որ երբեք նրանք չկարողանան միաբանվել, որ իրանք թագավորությունը նորեն հետ վերցնեն։ Բայց միայն մի թագավոր կա, որ ինքը զորքից առաջ էր քայլում։ Գիտեք, թագավորներին միշտ զորքը հովանավորում էր։ Եթե թագավորը կենթանի մնար, զորքը միջով վերջ պատերազմում էր։ Բայց զորքը թագավորի թիկունքին էր։ Բայց Հիսուս Քրիստոսը, թագավորների թագավորը, առանց որ մի զորք ունենա, չեկավ որ ջարդելու, սպանելու եւ միջից տանելու համար, չեկավ որ մարդկանց ազատությունը գրավի, չեկավ որ մարդկանց շղթահարի, չեկավ մարդկանց ունեցվածքը իրանց ձեռքից առնի։ Եթե հին ուխտը կարդում ենք, տեսնում ենք, որ Իսրայելի ժողովուրդը Սամուելից ուզում են, որ մի թագավոր իրանց համար օծի, եւ Սամուելը ասում է դրանց, որ եթե դուք թագավոր ունենաք, սրանից հետո ինչ որ ունեք դրանցը կլինի։ Ձեր կենթանիները, ձեր աղջիկները, ձեր երիտասարդները, ձեր հարստությունը, ձեր այգիները, ամենը պետք է նրանց լինի։
Եվ Իսրայելի ժողովուրդն ասում են վնաս չունի, մենք թողեք թագավոր ունենանք, թող ինչ ուզում ես թագավորն անի մեզ հետ։ Մենք ուզում ենք օտար ազգերի նման մի թագավոր ունենանք։ Եվ դժբախտաբար գալիս են եւ տեսնում են, որ թագավորություն ինչ տեղի է բերում Իսրայելին, բայց միայն մի թագավոր կա, որ եկավ, իշխավ եւ մի բան արավ։ Իր թագավորությունը մաս ու բաժին արավ ամեն մեկիս հետ։ Որ թագավորը մենք գտնենք, որ այդպեսի մի բան անի։ Իր թագավորությունը մեզ հետ բաժանեց։ Եվ որ հայտնության առաջի գլուխ կարդում են ասում մեզ ինչ արավ, քահանաներ եւ թագավորներ դարձրավ։ Տեսեք ինչքան փառավոր մենք Տեր ունենք Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին։ Ներս է մտնում Երուսաղեմ։ Ժողովուրդը դղրդում են, ձայն են հանում։ Այս ինչ մարդ է որ եկել է, ամենը սպասում էին, որ Հիսուսը պետք է թագավորություն կազմեր, բայց պետք է տեսնենք ինչեր է կատարվում։ Թողեք կարդանք Աստծո խոսքից, Հովհաննեսի 12-րդ գլուխ 12-ից մինչև 19-ը։ Ասում մյուս օրը մեծ բազմություն, որ եկել էին տոնի, լսեց, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ։ Այսօրվա ժողովուրդը հավաքված են, բայց ոչ մի մարդ չի սպասում Հիսուս Քրիստոսի վերադարձին։ Ամեն մարդ ասում է, որ Հիսուս Քրիստոսը պատմության մեջ գոյություն չի ունեցել։ Հիսուսը մի սարկված մի անձնավորություն է։ Բայց Երանի նրանց, որ Հիսուս Քրիստոսին ընդունում են եւ սպասավոր են, սպասում են, որ ինքը պետք է նոր վերադառնա եւ մենք կարողանանք իր հետ երկինք գնանք։ Նրանք վերցրին պղծուկներ, դժվար էր ասելը, սրանց ասում են պղծուկ։ Պղծուկներ եւ գնացին նրա ընդառաջ կանչելով Հոսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով Իսրայելի թագավորը։ Ժողովուրդը կանչում էին Հոսաննա, նա որ գալիս է Աստծո անունով է գալի։ Հոսաննան, այսինքն նա որ գալիս է ինչով, Աստծով, խաղաղության իշխան։ Հետո Հիսուսը ասում է Հոսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով Իսրայելի թագավորը։ Հիսուսը գտավ էշի մի ծակուկ, մի ձյուկ եւ նստեց դրա վրա, ինչպես գրված է։ Որտեղ գրված հին ուխտում, հիմա համարներն օրեն կկարդանք իրար հետ։ Մի վախեցիր եւ այսպես ասում Զաքարիայի գրքի մեջ, ասում մի վախեցիր, Սիոնի դուրս, ահա քո թագավորը գալիս է, քեզ էշի ձյու վրա նստած։ Գիտեք, հին ժամանակ մեկը որ էշի վրա նստում էր եւ որ ուզում էր ցույց տալ, որ ինքը վարդապետ է, պետք է էշը սպիտակ գույն ունենար։ Հիմա խոնարհությունը Հիսուս Քրիստոսին է մեկով, բայց ինքը Հիսուս Քրիստոսը նստում է ավանակի վրա, սպիտակ ավանակի վրա, մի մեսեջ է տալի, մի պատգամ է տալի ժողովրդին, որ ես այդ ուսուցիչն եմ, որ դուք սպասում եք ինձի, ես այդ վարդապետն եմ, որ դուք սպասում եք ինձի։ Այս մի սովորություն էր Իսրայելի ժողովրդի մեջ։ Վարդապետները միշտ էշի վրա են նստում, սպիտակ էշի վրա, եւ այդտեղով են գալի։ Եվ Հիսուս Քրիստոսը այդպես մտնում է Երուսաղեմի մեջ։ Եվ ինքը խոնար մի անձնավորություն էր եւ ցին չընտրավ։ Առաջին անգամ աշակերտները չհասկացան այս բաները, բայց երբ Հիսուսը փառավորեց, հիշեցին, որ այս բաները նրա վերաբերողն էին եւ որ դրանք նրան կատարեցին։ Ինչ որ կատարվեց հետո աշակերտները իմացան, որ Հիսուս Քրիստոսը այդ Իսրայելի իսկական թագավորն էր, որ եկել է։ Եվ բազմությունը վկայում էր, որ նրան ուղեկցում էր, երբ նա Լազարոսին կանչեց գերեզմանից եւ հարություն տվեց նրան։ Ժողովուրդը տեսել էին, որ Հիսուս Քրիստոսը Լազարոսին մեռելներից արթնացրել է, սաղացրել է, եւ դրանք ասում են իսկականից մեր Մեսայան, մեր թագավորը պետք է սա լինի, որտեղ արդեն մեռելներից մարդկանց հարություն է տալի։ Բայց կգնանք առաջ։ Այդ պատճառով էլ
բազմությունը գնաց նրան ընդառաջ, որովհետև լսել էին, որ նա այս նշանը կատարեց։ Այսօր մենք ոչ մի ձևով չեն կարող այդ ժամանակվա այդ դրության մեջի ժողովրդին կարողանանք հասկանալ։ Իսրայելի պատմության մեջ նրանց թագավորները պետք է կային մի մեծ գործ կատարեին։ Իրանց կատարած գործը այդպես էր, որ դրանց պետք է ազատություն տար։ Թագավորը պետք է դրանց ազատություն տար այդ կայսրության ուժից, զինվորական ուժից։ Նրանք պետք է ազատ երկիր ունենային։ Նրանք մտածում էին Դավիթի թագավորության մասին, որ ինչքան շքեղ էր։ Մտածում էին Սողոմոնի թագավորության մասին եւ մտածում էին, որ Մեսայան որ կգա, հрьяաները պետք է այդպեսի մի թագավորություն նորեն կառուցեն, բայց դժբախտաբար սխալ էին հասկացել։ Եվ փարիսեցիները տեսեք ինչ են ասում, փարիսեցիները ասեցին իրար, դուք տեսնում եք, որ ոչինչ չեն կարողանում անել, տես ամբողջ աշխարհը գնում է նրա հետևից։ Փարիսեցիները լսված էին կենով հանդեպ Հիսուս Քրիստոս, որտեղ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը նրանք չէին կարողանում ընդունել։ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը ջարդում էր նրանց մտածելակերպը, ցույց էր տալի նրանց մութ աշխարհը։ Եվ դրա պատճառով թշնամություն էին անում Հիսուս Քրիստոսի հետ։ Հիմա այդ խաղաղության իշխանը Օվսաննա Հիսուս Քրիստոսը փնտրում է մի սրտի, որ ներս մտնի այդ սրտի մեջ։ Ղուկասի ավետարան 17-րդ գլուխ 21-րդ համարը Հիսուս Քրիստոսն է ասում. Արքայությունը որտեղ է բնակվում, արքայությունը ձեր մեջ է։ Համաձայն եք, որ Հիսուս Քրիստոսի արքայությունը մեզ մեջ է։ Հիսուս Քրիստոսի արքայությունը եթե մեզ մեջ է, պետք է հավատացյալներից մի նշաններ դուրս գա։ Համաձայն եք ինձ հետ։ Հավատացյալներից պետք է նշաններ դուրս գա։ Հիսուս Քրիստոսը բանն ասում է Մարկոսի ավետարան 16-րդ գլուխ։ Ասում է, եթե այս նշանները ձեզ հետ կլինի, իմ անունով դևեր կանեք, իմ անունով հիվանդներ կբժշկեք։ Թույն կխմեք, բայց չեք մեռնի։ Օծը կխայթի, բայց չեք մեռնի։ Արդյոք այսօր հավատացյալները այսպեսի զորության մեջ են, թե ոչ։ Եթե այդպեսի զորություն մեր մեջ չկա, Հիսուս Քրիստոսի թագավորությունը կատարելապես մեր մեջ չի ապրում։ Հիսուսը արդեն դռան հետևը մենակ կանգնած է։ Դուռը թակում է, բայց բացող չկա։ Հիսուսը դեռևս սպասում է, որ մարդիկ իրանց դուռը բացեն եւ իր թագավորությունը բերի մարդկանց սրտերի մեջ։ Եվ այսօր ամեն մեկս որ նստած ենք այստեղ, հավաքված ենք, որ Հիսուս Քրիստոսի թագավորությունը վերցնենք մեր մեջ։ Ուր է քո Երուսաղեմը։ Հիսուս Քրիստոսը ներս մտավ Երուսաղեմ, բայց ինչ նպատակով Հիսուսը ներս մտավ Երուսաղեմ։ Իր նպատակն ինչ էր։ Իր նպատակը հաղթել էր, բայց ինչով, խաչի ցավով։ Կարող եք պատկերացնել, Հիսուս Քրիստոսը գիտենալով, որ ինքը պետք է խաչվի եւ հաղթությունը այդպես էր Հիսուս Քրիստոսը ձեռք բերելու։ Բայց մարդը այսօր, եկեղեցու ժողովուրդը այսօր պատրաստ չեն, որ իրաց խաչը վերցնեն եւ կրեն եւ առաջ գնան։ Բայց Հիսուս Քրիստոսը, որովհետեւ ուզում էր մեր մեջ ապրել, միջով վերջ, միջով խաչի մահը կատարյալ թվով իր ճանապարհը գնաց։ Եվ այսօր ամեն մեկս ինչ ունենք, այսօր ամեն մեկս հաղթություն ունենք, եթե Հիսուս Քրիստոսը մեր մեջ ապրի։ Արդյոք Հիսուս Քրիստոսը մեր մեջ ապրում է թե ոչ։ Ծակազարդը կամ Պաղմոսաշաբաթ, այս բառը գտեցինք հայերենով Palm Sunday-ին ասում են Պաղմոսաշաբաթ։ Նշում է որպես Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Եթե կանաչները մենք տեսնում ենք այստեղ դրած է, այսինքն մենք հիշում ենք, որ Հիսուս Քրիստոսը հաղթությունով ներս է մտնում Երուսաղեմ։ Այն միակ դեպքն է նրա երկրային ծառայության ընթացքում, երբ ժողովուրդը բացահայտորեն փառաբանում են եւ նրան որպես թագավոր են ճանաչում։ Հիսուսի ծառայությունը, եթե մենք ավետարանների մեջ նայենք, ժողովուրդը դեռ
չէին կարողանում հասկանային, որ Հիսուս Քրիստոսը թագավոր էր։ Բայց հետո որ սկսեցին, իմացան, որ Հիսուս Քրիստոսը թագավոր պետք է լինի, իմացան, որ ինքը թագավոր է։ Եվ ձայն էին բարձրացնում, Ովսաննա, Ովսաննա։ Նա որ գալիս է Աստծո անունով, նա որ գալիս է եւ խաղաղության իշխան է։ Բայց ժողովուրդը օտար պատկերացումով պետք է մոտենային Հիսուս Քրիստոսին։ Ծաղիկներ էին բերում, ճյուղեր էին բերում գցում, զգեստները իրանցն հանում էին եւ գցում էին այդ էշի ոտի տակ։ Ժողովուրդը ճանաչեց նրան իշխանությունը։ Ժողովուրդը ճանաչեց նրա իշխանությունը, բայց չհասկացավ նրա առաքելությունը։ Ժողովուրդը իրանց միտքը կողպված էր Հիսուսին, որպեսզի երկրային թագավոր էին կարծում։ Թեկուզ Հիսուս Քրիստոսը արժանի է երկրային թագավորությունը ունենա, ամեն։ Հիսուս Քրիստոսը միայն թագավորն է, որ երկրի վրա կարող է արդարությունը տարածի, ամեն։ Այսօր մենք սպասում ենք, որ թագավորներ, պրեզիդենտներ մի բան անեն, բայց արդյոք կարողանում են աշխարհը խաղաղություն բերեն։ Ամեն մարդ, որտեղ քաղաքականությունը կա, փալատիկը կա, փալատիկի վերաբերումով ինչ որ փալատիկ իրանց թելադրում է, այդպես են վարվում։ Ոչ ոք չի մտածում խեղճ ժողովրդի համար։ Ոչ ոք չի մտածում, որ մարդիկ պետք է փրկվեն։ Միայն մի հոգի երկրի վրա կարող է կա եւ արդարությունը կատարի եւ մարդկանց համար հոգս է տարել, հոգս է տանում եւ հոգս կտանի։ Միջով որ թակավորությունը կազմի երկրի վրա եւ երկնքում։ Եվ մենք հավատացած ենք, որ Հիսուս Քրիստոսը պետք է անտերով վերադառնա, ամեն։ Հիսուս Քրիստոսը այդ ժամանակ խեղճ մարդու դեմքով չի գա։ Հիսուս Քրիստոսը էշի եւ ավանագի վրա հետ չի դառնա, ամպերի վրա, սպիտակ ձի զորության վրա ճիշտ։ Գալիս է իսկական մի թագավորի նման, կգա եւ ներս կմտնի աշխարհը խաղաղություն տալու համար եւ դադաստանը անելու համար։ Արդյոք ընդունում ես Հիսուս Քրիստոսը քո թագավորը թե ոչ։ Եթե ընդունում ենք Հիսուս Քրիստոսը մեր թագավորն է, պետք է նայենք տեսնենք ինչ է պատահելու, եթե Հիսուսը մեր թագավորն է։ Տեր Հիսուսը խաղաղության թագավոր է։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը նորեն է մարցնում։ Հիսուս Քրիստոսը արդյոք ձեր սրտերում ապրում է թե ոչ։ Եթե ապրում է, ուր է մեր խաղաղությունը։ Եթե ապրում է, ուր է որ մենք կարողանանք քաշ լինենք։ Ինչու մեր սրտերը թուլանում են։ Ինչու մեր ոտերը դողում են։ Ինչու չեն կարողանում Հիսուս Քրիստոսի փրկությունը խոսենք։ Ինչու չեն կարողանում Հիսուս Քրիստոսի զորությունը, որ մեր մեջ բնակված է, դրան կարողանանք արտահայտենք եւ հրաշքներ ու նշաններ գործվի։ Հիսուս Քրիստոսի թագավորությունը մեր մեջ է, ասեք, Հիսուս Քրիստոսի թագավորությունը իմ մեջ է։ Եթե Հիսուս Քրիստոսի թագավորությունը իմ մեջ է, իմ բնությունս փոխվելու է։ Իմ մտածելակերպս կփոխվի, իմ տեսանկյուններս կփոխվի, իմ ականջներս օտար ծևի բան կլսի, իմ ձեռքերս օտար ծևի գործերով զբաղված կլինի, իմ դրամներս օտար ծևի կծախսվի, եւ իմ ընտանիքս օտար ծևի կառաջնորդվի, եւ իմ սիրտս կգնա այդ ծևով, որ Հիսուս Քրիստոսի ձևն էր, եւ օտար ծևի չի լինի, եթե Հիսուս Քրիստոսի խաղաղությունը մեր մեջ է, պետք է խաղաղությունը պին ձեռքով բռնենք։ Ով ոսկի ունի իր հետ հիմա։ Ամենս կարծեմ մեկ տոր ոսկի կա մեզ հետ, չէ։ Եթե կորի ինչ կդառնա, շատ ցավալի մի բան, չէ։ Կորցրել են։ Աստծո խոսքն ասում մի ծերկին մի փող կորցրավ, վերցավ ինչ արավ։ Ավելավ, լույս բերավ վարավ, մաներ գալի որ այդ ոսկե կտորը գտներ։ Մեր մեջ այդպեսի կլինի։ Եվ որ խաղաղությունը Հիսուս Քրիստոսին մեր մեջ է, եւ չի գործում ճիշտ կարծած այդ խաղաղությունը մենք կորցրել ենք։ Եվ այսօրվա պատգամը սա է, որ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը հետ վերցնենք։ Սատանան եկել է եւ խաղաղությունը մեզանից գողացել է։ Չի նշանակում քանի տարվա հավատացյալ ենք։ Այդ չի ցույց տալի, որ եթե մենք 1000 տարի եկեղեցում նստած ենք, այսօր ամեն ինչը մերը ճիշտ է։ Եթե խաղաղությունը մերը կորցրել ենք, ուրեմն Հիսուս Քրիստոսի թագավորությունը դեռ մեր մեջ կատարյալ ձևով չի կատարվի։ Եվ պետք է սկսենք աղոթել, որ Հիսուսի թագավորությունը մեր մեջ սկսվի։ Հիսուսի թագավորությունը մեր մեջից է սկսում։ Դրա համար Հիսուս Քրիստոսը չընդունեց այդ հակը իր գլխին դներ Երուսաղեմի մեջ, որտեղ Հիսուսի նպատակը սա էր, որ խաչի վրա բարձրանալ
Եվ այդ թակավորությունը ո՞րտե բերեր, այդ թակավորություն բերեր մեր մեջ։ Ամեն մեկից մեջ ինքը թակավորի։ Հալելույա։ Նա չեկավ ձիով, ինչպես պատերազմող թակավորները, այլ էշով խաղաղության նշան։ Սա մարգարեությունը կատարվում էր, Զաքարիան տեսավ այդ բանը, համարյա եթե չսխալվեմ 800 տարի Հիսուսից առաջ Զաքարիա մարգարեն խոսում է դրա մասին։ Տուր բերկություն, ով Սիոնի դուրս, աղաղակե, ով Երուսաղեմի դուրս, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, արդար է եւ փրկություն ունի, արդար է եւ փրկություն ունի, հեզ է եւ նստած է էշի վրա, էշի որդի, էշի քուրակի վրա։ Տեսեք, զարմանալի խորհուրդներ է խոսում Զաքարիան, ասում է, որ թագավորը որ գալիս է քո մոտ արդար է եւ փրկություն ունի, ով է բռնվածություններ կա իրանց կյանքի մեջ։ Եթե այսօր մեր մեջ բռնվածություններ կա, Հիսուս Քրիստոսի թագավորությունը իմ մեջ չի։ Կարող է ես խոսամ, կարող է շատ բաներ արտահայտեմ, բայց այդ խոսքերը փոշի է։ Բայց որ Հիսուս Քրիստոսը բնակվում է մեր մեջ, մեր ներսից դուրս եկած խոսքը հոգու զորությունով է դուրս գալի։ Աստծո խոսքն ասում է, խոսքը սպանում է։ Զգույշ լինենք, որ ինչ են խոսում մարդկանց հետ։ Զգույշ լինենք, ինչ են խոսում մեր հավատացյալ քույր եղբայրների հետ։ Զգույշ լինենք, ինչ են խոսում մեր բարեկամների եւ մեր զավակների հետ, որովհետեւ այդ խոսքը որ դուրս է գալի, կամ կսպանի, կամ ինչ կանի, կամ կյանք պետք է տա։ Եթե սպանում է, Հիսուսի թագավորության հետ ոչ մի կապ չունի։ Եթե կենթանացնում է, ուրախություն է բերում, ազատություն է բերում, ուղակի կապված է Սուրբ Հոգուց, որ Հիսուս Քրիստոսը այդ հոգուն ուղարկում է, որ մեր մեջ ապրի։ Եվ դրանով մենք կարողանում ենք մարդկանց համար կյանք ուղարկենք։ Խոսքը սպանում է, բայց հոգին ինչ անում, ազատագրում է, հոգին զորություն է տալի։ Սիոնի աղջիկ, այսօր Սիոնի աղջիկը կարող է մեր եկեղեցին լինի, այսօր Սիոնի աղջիկը կարող է մեր տունը լինի, այսօր Սիոնի աղջիկ կարող է մեր ընկերական խումբը լինի, բայց պետք է Հիսուս Քրիստոսը թագավորի։ Օտար թագավորներին նման չեկավ, որ կռվեր մարդկանց հետ, եկավ, որ կռիվը ընդունի իր վրա։ Ծեծեցին, արհամերեցին, թքեցին երեսին, մտրակեցին, խաչի վրա բարձրացրին, բայց ինքը ոչինչ չասավ։ Ես շատերին ասում եմ, կարող է կրկնակի լինի, կարելի է որ նորեն ասել, որտեվ շատ կարևոր է մենք մոտենում ենք Հիսուս Քրիստոսի զորությանը, այսինքն մեռելներից հարությանը, այդ զորավոր գործինը, որ մեռելների մեջից Հիսուս Քրիստոսը հարություն առավ։ Մի զարմանալի գործ կատարվեց։ Սատանան նախքան Հիսուսը խաչի վրա կառուցում էր սպանել նրան, բայց Հիսուս Քրիստոսը համբերելով միջով խաչ գնաց, միայն մի բան ասելու համար. Հայր ներիր սրանց, որտեղ չեն իմանում ինչ են անում։ Այս ներիր սրանցը միջով այսօր գալիս է։ Եթե Հիսուս Քրիստոսը չեր ասի ներիր սրանց, մարդկությունը միջով հավիտյան պետք է մեռներ, որտեղ ոչ մի փոփոխություն մարդկանց մեջ չէր լինի, ոչ մի ողորմություն մարդկանց մեջ չէր լինի։ Հիսուսը եկավ, որ այդ բառը իր բերանից դուրս գա, եւ այդ բառը պատճառ եղավ, որ միջով այսօր Հիսուսի խաչը զորությունով կանգնած է, իր արյունը զորություն ունի, որ ամեն մեկից մեղքերը լվանա։ Կապ չունի մեր մեղքերը ինչքան մեծ են, կապ ունի, որ ինչքան Հիսուս Քրիստոսի արյունը զորություն ունի։ Ասում է, եթե ձեր մեղքերը արունի նման կարմիր լինի, եւ որ գաք ինձ հետ հաղորդակցություն ունենաք, սպիտակ բամբակի նման կդառնա, ձյունի նման սպիտակ կդառնա։ Արդյոք Հիսուսը թագավոր է թե ոչ։ Եթե խաղաղություն չկա մեր մեջ, վերանորոգենք մեր միտքը, հրավիրենք Հիսուսին, որ դառնա մեր իսկական թագավորը։ Երկրորդ բանը, որ այս Հիսուսի ներս մտնելը մենք սովորում ենք, ժողովուրդը որքան ընդունեցին, բայց չհասկացան։ Սովորություն կա, մենք գնում ենք մարդկանց մոտ, աղոթում ենք,
մարդիկն էլ կրկնում են, հետո չի, ասում ենք ասա, իրանք էլ կրկնում են մեր վերանից, ինչ որ մենք ասում ենք, բայց մի բան չի կատարվում նրանց մեջ, որտեղ մարդիկ իրանք ուզեցածների հետևից են, հետպես չի, նրանք Օսանան մի քանի օրում փոխեցին դեպի ինչ, փոխեցին դեպի խաչիր նրան, գիտեք ինչու համար ժողովուրդը արտահայտեցին, որ խաչիր նրան, որտեղ այդ սպասելիքը, որ Իսրայելի թագավորից ունեին Հիսուս Քրիստոսը, այդ սպասելիքը չկատարեց նրանց համար։ Այսօր դուք ինչ եք սպասում Հիսուս Քրիստոսից։ Ոմանք մենակ Հիսուս Քրիստոսից իրաց կյանքի դժվարությունը անցնելու համար են ուզում։ Հավատացեք Հիսուս Քրիստոսը վերսվարգոն չի։ Հավատացեք բանկավամերն չի։ Հիսուս Քրիստոսը գալիս է, որ մի բան կատարի մեր միջոցով։ Հիսուս Քրիստոսը գալիս է, որ մեզի դարձնի իր թիմեյթը, իր հետ խաղացողը, որ պատմություն է փոխում։ Հավատում եք դուք կարող եք պատմություն փոխեք։ Հավատացեք կարող եք պատմություն փոխեք։ Հիշում եք մի քարոզ քարոզեցի, մա խելար աղջիկ։ Տարել էին որտե էին դրել, տարին դրեն իրան հիվանդանոցում պահում էին նրան։ Ոչ չոք չէր կարողանում այս աղջկան կոնտրոլի տակ բերել։ Մի կին որոշեց, որ այս աղջկա վրա գործի։ Գործավ, ամիսներ գործավ, այս աղջիկը խոսք չէր լսում, կերակուր չէր ուտում։ Բայց այս կնգաս սերը այնքան շատ էր հանդեպ այս աղջկան, որ այս աղջիկը կամաց վստահում է այդ կնոջը, սկսում է կերակուր ուտել եւ կամաց այդ դևային զորությունը այդ աղջկա վրայից գնում է։ Եվ այդ աղջիկը լավանում է, դառնում է 19 տարեկան աղջիկ, այդ ժամանակ պետք է դուրս գնար այդ հիվանդանոցից, բայց ընդունում է որ այդտեղ աշխատի։ Եվ գիտեք ումի ուսուցիչն է դառնում։ Հելեն Քլերի ուսուցիչն է դառնում։ Հելեն Քլերը որ կույր էր եւ համր էր, չէր կարողանում լսել եւ կույրը չէր կարողանում տեսնել։ Տեսեք մի հոգու գործը, որ իր մեջ կատարված էր եւ Հիսուս Քրիստոսի զորությունը իր հետ ուներ, ինչ մեծ դեր խաղաց Հելեն Քլերի կյանքի մեջ։ Գնացեք իր գիրքը կարդացեք, իր մուվին էլ կարող եք նայեք։ Կույր տեղով, խուլ տեղով կարողանում էր նվագել, պիանո էր նվագում, այս կինը այդպեսի սովորեցնում է նրան։ Ինչ ենք սպասում Հիսուս Քրիստոսից։ Հիսուս Քրիստոսը ամեն մեկից կանչել է, որ մի հոգու կյանքի մեջ ազդեցություն ունենանք։ Հիսուսի թագավորությունը եթե մեր մեջ է ապրում, մենք պետք է ազդենք օտարներին։ Համաձայն եք ինձ հետ։ Դժվար է, չէ՞։ Նրանք սպասում էին քաղաքական ազատություն, ոչ թե հոգևոր փրկություն։ Այսօր ես ուզում եմ մի բան ասեմ ձեզի, որ կատարեք։ Մի աշխատանք ձեզի տամ, որ տան մեջ գնացեք կատարեք։ Ինչեր կա, որ դուք դեռևս գերի եք։ Այսօր նստենք գրենք։ Ամեն այդ գերիությունները գրենք, խնդրում եմ արեք։ Այդ գերիությունները գրեք եւ ձեր դրեք իրանց վրա, ասած Տեր Հիսուս, այս ամեն գերիությունները դու ինձանից ազատել ես։ Բայց ես հիմա էլ շղթահարված եմ, որովհետև քեզ չեմ ճանաչում։ Խնդրում եմ այս գերիությունները, այս կապերը ինձանից արձակի։ Մարդիկ կան, որ սխալ սովորությունների գերի են եւ ասում են, Հիսուսի շնորհքով մենք փրկված ենք։ Բայց դեռևս գերի են։ Եթե Հիսուս Քրիստոսին ճանաչենք, կազատվենք, ամեն։ Ասում է ճշմարտությունը ճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Հիսուս Քրիստոսը ասում է, ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը եւ ես եմ կյանքը։ Արդյոք պատրաստ ենք այդ բաներն ասենք Հիսուս Քրիստոսին։ Հոգևոր փրկությունը, արդյոք հոգևոր փրկությունը ունենք թե ոչ։ Եթե հոգևոր փրկությունը կատարյալապես հասկանանք եւ ունենանք, այն ժամանակ Հիսուս Քրիստոսի իշխանությունը կսկսի մեր մեջ աշխատել։ Դևարի վրա ձեռք կդնենք, դևը կարձակվի։ Տխուրի վրա ձեռք կդնենք, ուրախություն կգա։ Մի քանի գիշեր առաջ մատ ընտանիքի տուն գնացինք, թե իր տղան, թե իր հարսը ուժեղ անզայություն են։
Առավոտը որ ուզում են քնատեղից վեր կանեն, իր շունչը կապեր գալի, չի կարողանում քնին։ Գնացի իրանց տուն եւ սկսեցի խոսալ, աղոթեցի նրանց եւ հայտարարեցի Հիսուս Քրիստոսի խաղաղությունը։ Եվ դրանք միջով այսօր խաղաղությունով հանգիստ գիշերը քնում են։ Պատճառն ինչ է, պատճառը Հիսուս Քրիստոսի իշխանությունն է, ամեն։ Նախանցյալ շաբաթ, կարծեմ ասեմ անցյալ շաբաթ, բայց վիդեո չարանք, կարծում եմ լավ լինի, որ ասեմ նորեն։ Մած սևական տղա եկավ ինձ մոտ, այդ աղոթքի տունը վրկայինք, երկարաբոյ տղա էր եւ եկավ ու նստավ աթոռին, այդ ընթացքին մատ էլ սևական աղջիկ էր, եկավ ինձանից հարցնում էր, ասում էր եղբայր ունեք լսացել եմ քո մասին, որ դու հոգևոր մարդ ես, եկել եմ որ աղոթես համարս, մի բաներ ինձ համար պարզես, ես էլ ես համարը, որ Ղուկասի ավետարանից ինձ համար հայտնություններ իր հետ բացադրեցի, ասեցի Ղուկասի ավետարանի 17-րդ գլուխ, 21-րդ համարը, ասում է, որ Հիսուս Քրիստոսի թագավորությունը մեր մեջ է, եւ եթե Հիսուսի թագավորությունը մեր մեջ է, պետք է դևահարներն ազատվեն, պետք է հիվանդները բժշկվեն, պետք է խեղճ մարդիկ պետք է ազատագրվեն։ Այդ ընթացքին այս սևական տղեն վեր կացավ եկավ, ասավ խնդրում եմ եղբայր ունեք ինձ համար աղոթի։ Եվ որ ձեռք դրեցի վրան, ընկավ գետին, դևը եկավ դուրս, սկսավ դևը ինձ հետ պատերազմել, հաղթական աղոթներ, հաղթական հռչակումներ արեցի իր վրա, բայց Սուրբ Հոգին ինձ առաջնորդավ, որ ջուր սրբագործեմ, խփեմ իր երեսին, ջուր սրբագործամ, խփամ, ինքը բոռում էր դևը, ջուր չխփեց ինձի, ջուր չխփեց, ինձի ազատ թող, մի արա այս բանը, մի արա։ Եվ ինձ ասում էր, որ ես քեզ ճանաչում եմ, ինձ ուզում էր գցել հպարտության մեջ, ասի ինձ դու ճանաչում ես, կարևոր չէ, Հիսուսի անունով բերանդ կողպել եմ տալի, դուրս էլի ընձ հիմա։ Եվ այդ ընթացքին 3 հատ օտար հովիվ եկան, Փաստոր Ֆրեդը եկավ եւ կլոր իր շուրջը կանգնեցին եւ սկսան լեզուներով աղոթել, հիմա ինքը փաթաթվում էր։ Եվ ոտից շատ ցավի մեջ էր։ Եվ ձեր էր անում, ցավ ունեմ այստեղ։ Եվ որ սկսեցի աղոթել այդ ցավի մասին։ Սուրբ Հոգին ինձ ասավ, ես երիտասարդ ժամանակ ինքը բռնապարեր են նրան։ Եվ այս բռնապարելու ձևով, որ իր վրա այդ ազդեցությունը եկել է, այդ դևը բնակված է իր ոսկորների մեջ։ Կամանց իր ականջին ասեցի, ասի արդյոք մեկը քեզ բռնապարեր է։ Ինքը ասաց, չէ, այդպես բան չի էլի։ Բայց հետո իմացա, որ այդ դևն էր։ Հետո դուրս ելավ, հետո տեսանք երիտասարդ տղեն վեր կացավ սկսավ ասում պաշտել։ Տեսեք, Աստծո թագավորությունը մեր մեջ է։ Կապ ունի ինչքան ենք օգտվում այդ թագավորությունից։ Այսօր եթե ամերիկական փասպորտը դուք ունեք, ինչքան եք օգտվում։ Արդյոք ճամփորդում գնում եք այդ փասպորտով թե ոչ։ Մենք Հիսուս Քրիստոս թագավորի զորությունը մեր հետ է։ Իր արյան զորությունը, իր իշխանությունը, իր կրակը, իր լույսը մեզ հետ է։ Ուրեմն կարող ենք, եթե իր թագավորությունը մեր մեջ ընդունենք, մենք արդյոք ընդունում ենք Հիսուսին այնպես, ինչպեսին նա է, թե այնպեսին, ինչպես ուզում ենք, որ լինի։ Հիսուսին երբեմն մենք ուզում ենք թելադրենք, որ ինչ անի մեզ համար։ Ոմանք կան այդպես են։ Ուզում են թելադրեն, անպայման մարդիկ պետք է անեն այդ բանը։ Եթե չարեցին, այդ մարդը վատամարդ է դառնում։ Մենք կանչված չենք, որ մարդկանց թելադրենք, մենք կանչված չենք մարդկանց ազատություն իրանցից խլենք, որտեղ Հիսուս Քրիստոսը ինքը այդ բանը չի արի։ Շատ հետաքրքիր է, Հիսուսը որ թագավոր է, իրավունք ունի, որ ամեն մարդկանց բանդարկի, ամեն մարդկանց շղթահարի, բայց այդ բանը չի անում, ամենին ազատագրում է եւ դևային աշխարհին է բանդարկում։ Օր կգա, որ դևերը պետք է միջից էթան, օր կգա, որ սատանան պետք է բանդարկվի։ Եվ այն ժամանակ պետք է Աստծո ժողովուրդը ազատորեն իր ներկայության մեջ վայելեն։ Ընդունելու զորությունը, the power of acceptance, ընդունելու այդ զորությունը ինչպես է, Հռոմեացիների 10 մեջ 9-ից մինչև 10 տեսեք ինչ ասում։ Եթե քո բերանով դավանես թե Հիսուսը Տեր է, լավ լսենք,
բերանով դավանենք, որ Հիսուսը Տեր է։ Բայց չէ որ դատարկ խոսք լինի։ Եվ որ մենք ասում ենք Հիսուս Քրիստոսը Տեր է, ինչ է նշանակում։ Այսինքն իմ ժամը սիրանն է, իմ դրամը սիրանն է, իմ աշխատանք սիրանն է, իմ ընտանիք սիրանն է, իմ մեքենա սիրանն է, իմ առողջությունը սիրանն է, ամբողջ միտքս, էությունս դառնում է իրան։ Ուրեմն եթե մեկը դավանում է, լավ լսենք, եթե դավանում է, որ Հիսուսը Տեր է, եւ ասում է եւ քո սրտումը հավատաս։ Սրտումը հավատաս, այսինքն ընդունես քո սրտի տակից, քո բոլոր էությունով, որ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, պետք է փրկվես։ Հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեռելներից հարություն առել։ Եվ որ ասում ենք Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն առել, այսինքն մահը պարտվել է։ Ովքեր են մահի մասին մտածում ստե։ Ովքեր մտածում են, որ մահը շատ զարուրալի մի բան է։ Հիսուսի մոտ մահը ոչիչացել է։ Հիսուսի մեջ մահը միջից գնացել է։ Նրանց համար, որ հավատում են իրան, նրանց համար, որ Հիսուսին որպես Տեր են ընդունում։ Քանզի սրտով է հավատը արդարանալու եւ բերանով դավանությունը փրկվելու համար է։ Եվ սրտով հավատում եք եւ բերանով ասում եք, Աստված կատարում է իր խոստումները։ Եվ տեսնում եք Հիսուս Քրիստոսի հաղթությունը խաչի վրա։ Ինչպես ասեցի ձեզի, Հիսուս Քրիստոսը ուզում էր մեկ բան խաչի վրա հայտարարել. Հայր ներիր սրանց։ Խաչի ճանապարհը Հիսուսի իսկական հաղթանակն է։ Որտեղ մի հետաքրքիր բան արա, մի զարմանալի բան արա։ Խաչի ընթացքը փրկության դուռը բացավ ամեն մեկիս համար։ Եթե Հիսուսը չխաչվեր, մենք այսօր ոչ մի բան չունենք, որտեղ Հիսուսի բերանից պետք է բառը դուրս գա, որտեղ նա ասում է եւ լինում է։ Ամեն։ Տերն ասավ եւ եղավ, եւ Հիսուս Քրիստոսը ասավ՝ ներիր սրանց հայր, եւ հայր Աստված մեզ ներեց։ Ճշմարիտ փրկությունը եկավ ոչ թե ժողովրդի ընդունումից, այսինքն այդ չէր որ ժողովուրդը իրանք էին կարծում, այլ խաչից ու հարությունից Հիսուս Քրիստոսին է։ Հաղթանակը եկավ խոնարհության, զոհաբերության եւ հնազանդության միջոցով։ Երեք բան՝ խոնարհություն, զոհաբերություն եւ հնազանդություն։ Ովքեր պետք ունեն հաղթություն ունենան։ Ինչ կա ձեր կյանքի մեջ, որ չեք կարողանում հաղթեք։ Հաղթելու համար էս 3 գաղտնիքը կա։ Խոնարհություն, զոհաբերություն։ Զոհաբերություն գիտեք այսինքն ինչ, այսինքն դուք ձեզի sacrifice եք անում, դուք ձեզի մատաղ եք անում, ձեր ժամը, ամեն ինչը տալիս եք։ Զոհաբերություն եւ հնազանդություն։ Հնազանդություն ումին։ Ամուսինները հնազանդում են իրարու։ Կանայք հնազանդեք ձեր ամուսիններին, որտեղ նրանք Աստծո պատկերն են։ Տղամարդիկ, սիրեք ձեր կանանց։ Եվ հետաքրքիրը նախքան է, Եփեսացի 4-րդ գլխի մեջ նախքան է ասում է, որ ամուսնացածներ իրար հնազանդեք։ Ուրեմն եթե ուզում ենք հաղթություն ունենանք, պետք է հնազանդ լինենք։ Երբեմն հնազանդությունը շատ դժվար է, որտեղ զգում ենք, որ մեզ զոր են ասում։ Այդպես չի։ Թողնենք, որ հնազանդությունը հաղթի։ Զոհաբերությունն էլ ասեցի, ինչ որ ունենք տանք Հիսուս Քրիստոսի ճանապարհին։ Հավատացյալի կոչը, մեր քալինգը ինչ է։ Նմանվենք Հիսուսին, խոնարհության մեջ քայլելով, ընդունելով նրան, նրա կամքը, ոչ թե ամբուխի կամքը։ Ամբուխի կամքը ինչ է։
Եթե մարդիկ կարճ են ակնում, մենք էլ կարճ ենք ակնում։ Եթե մարդիկ թաթու են անում, մենք էլ թաթու ենք անում։ Եթե մարդիկ գնում են խմելու, մենք էլ այդ մենք խմելու։ Եթե մարդիկ, չգիտեմ, գողությունով իրաց կյանքն են վարում, մենք էլ այդ մենք գողությունով մեր կյանքը վարում ենք։ Ոմանք ասում են, որ եթե մեկ քաղաք գնացիր, որ ամենը կույր են, դու էլ քեզ տուր կույրության։ Այդպես չի։ Այդպես չի։ Մենք պետք է հետևենք միայն մի օգու։ Դուք ոչ հետևում եք ինձի, ոչ հետևում եք այս ժողովրդին, որ այստեղ նստած են։ Դուք հետևում եք Հիսուս Քրիստոսին։ Արդյոք Հիսուս Քրիստոս ձեր թագավորն է։ Սայրոս թագավորը, եւ որ ներս մտավ Բաբիլոնը բռնեց, ժողովուրդը մեծ հարգանքով եկան իր մոտ։ Այնց հարգում էին որպեսի թագավոր իր մոտ։ Հիսուս Քրիստոսին ոչ ոք չհարգեց։ Ոչ ոք չհարգեց Հիսուս Քրիստոսին։ Օվսաննա, օվսաննա ասեցին։ Իրանց շորերը հանեցին, գցեցին էշի ոտի տակ։ Բայց իրանց սիրտը դուրս չեկավ, որ ընկներ էշի ոտի տակ։ Իրանց սիրտը իրանց մեջ մնաց։ Եվ դրանք, որ ասում էին օվսաննա, օվսաննա, խաղաղության իշխան, նրանք ասեցին խաչիր նրան, խաչիր նրան։ Ուրեմն վերջացնեմ 5 րոպեով ինչ պիտի անել, որպեսզի Հիսուսը թագավորի մեր սրտերում, ինչ պետք է անենք։ 1. Մենք պետք է թույլ տանք, որ նա լինի մեր կյանքի կենտրոնականը։ Թե մտքով, թե գործերով։ Եթե Հիսուսը մեր կյանքի կենտրոնականը չի, Հիսուսը ուրեմն մեր թագավորը չի։ Երկրորդը, ձեր կյանքը հանձնեք նրան։ Եվ որ ասենք ձեր կյանքը հանձնեք նրան, կյանքի չկալությունը, կյանքի առատությունը, կյանքի դժվարությունը, հիվանդությունները, խնդիրները, որ պատահում է, պատոհացները, այս ամեն բաները պետք է հանձնենք Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ։ Գիտեք, պատմության մեջ հետաքրքիր բաներ կա, եւ որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք։ Այդ կինը, որ իր երեխեն մեռել էր, դիմեց Աստծո ծառային, երեխես մեռել է, պետք է գաս ու կենթանացնես, իր ծառային էր ուզում ուղարկել, Եղիսե մարգարեն, ասավ, չէ, պետք է դու գաս, դու պետք է անես այս բանը։ Այդ հավատքը, այդ ընդունակությունը, որ ես ամեն ինչս պետք է Տիրոջ մոտ տանեմ, այդ կնոջ երեխային մեռելներից հարություն տվավ։ Ինչ ունենք տանք, որ Հիսուս Քրիստոսը հարություն տա։ Արդյոք մեր ուրախությունը մեռած է։ Հիսուսը կարող է հարություն տա, ամեն։ Արդյոք մեր խաղաղությունը կորած է, Հիսուսը կարող է հարություն տա։ Ամեն ինչի մեջ Հիսուսը օգնական է ամեն մեկից։ Ճանաչենք Հիսուսին որպես ձեռքերկիչը, ճանաչեք Հիսուսին որպես ձեռքերկիչը եւ ձեր Տերը, ինչպես խոսեցինք։ Մենակ Հիսուսն է կարող մեր ձեռքը բռնի եւ մեզի հանի մեր ցեղից։ Պետրոսը ջուրի վրա քայլում էր։ Նայավ ալիքներին, ուզում էր խորտակվեր, ձեռքը երկարացրավ, Հիսուս Քրիստոսը իրան ալիքներից հանեց։ Եվ Հիսուս Քրիստոսը իրան ասավ, որ դու պետք է նայիր ինձի, չէ որ ալիքներին դու նայիր։ Արդյոք մեր կյանքում ալիքներ կա։ Պատրաստ կամքով հանձնեք ձեր կյանքը կյանքի վերահսկությունը Հիսուս Քրիստոսին։ Այսինքն Հիսուս Քրիստոսը ամեն ինչի վրա նեզարաթ ունենա, վերահսկի, մանեջմենտ անի։ Ինքը նայի, ասի դու էս արա, այն արա։ Մենք ամեն բանն անում ենք, դժվարության մեջ ենք ընկնում, հետո ընկնում ենք Հիսուս Քրիստոսի ոտքերին։ Ազատի ինձ, այ մարդ դու սխալ գործեցիր։ Աստծո խոսքն ասում է մեղքը ինչ ունի։ Մեղքը պատիժ ունի։ Սխալ բանը պատիժ ունի։ Ես կրել եմ այդ պատիժները։ Սխալ որոշումներ իմ կյանքս ջարդավ։ Տարիներ ես նեղության մեջ ընկամ, որովհետև սխալ որոշում կատարեցի։ Թողեք Հիսուս Քրիստոսը կատարյալ թվով իշխանություն ունենա։ Մեղքից
հեռանալը մեզ թույլ է տալիս, որ ինչ լինի, մեր տարածությունը լայնանա, բացվի, որպեսզի Քրիստոսի թագավորությունը մեր սրտերում ինչ լինի, ավելի հաստատվի։ Հիսուս Քրիստոսը մեղքի հետ ոչ մի կապակցություն չունի։ Ոչ մի կապակցություն։ Նա չի կարող մետեղ բնակվի, որ կեղծ կա, մետեղ բնակվի, որ սուտ կա, մետեղ բնակվի, որ դառնություն, չարություն, բամբասանք, մարդկանց վատն ուզենալ, անեսք, տեղ Հիսուս Քրիստոսը չի բնակվի։ Եթե Հիսուսը թակում է դրան, որպեսզի մի հյուր, արդյոք մեր սենյակը պատրաստ է, որ Հիսուսը ներս մտնի, թե ոչ։ Արդյոք մեր սենյակը մաքուր է։ Կամարձակվենք, որ հենց հիմա Հիսուս Քրիստոսը հետ դառնա մեր տան դուռը։ Ուզենա ներս գա, կամարձակվենք, որ նստացնենք, ասենք Հիսուս Քրիստոս վայելի մեր տունը։ Արդյոք Հիսուս Քրիստոսը հիմա մեր սրտի ամփոխ պատրաստված բանից վայելում է, թե չի վայելում։ Այս խոսքը մենակ ձեզ չի պատկանում, ինձ էլ է պատկանում։ Եվ թողնենք, որ իսկականից Հիսուս Քրիստոսը թագավորի։ Մի երկու հատ կետ էլ, երեք հատ կետ էլ կա, արագ կասեմ ու կանցնենք։ Հավատացեք նրա սիրո շնորհը եւ ձեզ վերափոխելու զորությունը։ Հիսուս Քրիստոսի սերը unlimited է։ Limitation չունի։ Չես կարող Հիսուսի սերը ճաշակես։ Ինչու՞, որտեղ ինքը սեր է։ Ինքը սեր է։ Եվ իր շնորհքը, այսինքն իր ողորմությունը մեզ վրա է։ Ուրեմն այտենցով մենք նայենք Հիսուս Քրիստոսին եւ նրա զորությունին, որ կարող է հավիտենական մեզի սիրի։ Աղոթքը եւ հաղորդակցությունը ունենալը։ Աղոթքը եւ հաղորդակցություն ունենալ Հիսուս Քրիստոսի հետ։ Մեր սենյակի մեջ դուռը փակելու, միտեղ որ Հիսուսի հետ մենակ ենք։ Զարգացրեք հարաբերությունները Հիսուսի հետ, աղոթքի, Սուրբ Գրքի կարդալու եւ նրա ներկայությամբ ժամանակ անցկացնելու միջոցով։ Արդյոք կանենք թե ոչ։ Եվ որ դուք մտնում եք նրան, եւ որ դուք մտնում եք նրան, նա մոտենում է։ Ներողություն, եւ որ դուք մոտենում եք նրան, ինքն էլ մոտենում է ձեզ։ Հակոբոսի 4:8 համար։ Մոտեցիր եւ Հիսուս Քրիստոս կմոտենա։ Կանչիր եւ Հիսուս Քրիստոսը պատասխան կտա։ 7-րդ կետը, թող Սուրբ Հոգին առաջնորդի։ Հիսուսը խոստացավ Սուրբ Հոգու առաջնորդության մասին մեր մեջ։ Հանձնվելով Սուրբ Հոգուն, նայեք սիրելիներ, պետք է մենք հանձնվենք Սուրբ Հոգուն։ Չարությունը ոչ մեկ գործ չունի Սուրբ Հոգու հետ։ Հանձնվեք Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին փափակում է, որ մեկը հանձնի իր սիրտը իրան եւ զարմանալի բաներ կանի։ Հավատացեք, մարդկանց հետ խոսում եք, մարդկանց կյանքը տակնուվեր կլի, սրտեր կհալվի։ Նրանք որ հույս չունեն, հույս կգտնեն։ Թողեք Սուրբ Հոգին այդպես հաղորդում մեզ այդ գործի։ Բավական է, որ այսքան գաղջ հավատացյալներ լինենք։ Թողեք Հիսուսի թագավորությունը այդպեսով զորությունով մեր մեջ գործ կատարի եւ առաջ տանի մեզ։ Հռոմեացի 8:14 համար։ Ասում որովհետեւ ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են։ Աստծո հոգով առաջնորդվում ենք, թե մեր հոգով։ Եթե մեր մտքերով ենք առաջնորդվում, չմտածենք, որ Աստծո որդի ենք։ Այստեղ ասում է, ով որ Սուրբ Հոգու հետ գործում է եւ լիդերշիպը Սուրբ Հոգուն ընդունում է, այդ մարդը Աստծո որդի է։ Վախենալի բաներ են, չէ՞։ Որտեղ է ձեր խաղաղ վայրը։ Գիտեք Երուսաղեմ այսինքն ինչ։ Երուսաղեմ այսինքն խաղաղության քաղաք։ Երուսաղեմ այսինքն խաղաղության քաղաք։ Բայց Հիսուս Քրիստոսը ման է գալի ամեն մեկիս համար մի խաղաղության տեղ գտնի, որ ներս մտնի։
Ուր է մեր խաղաղության տեղը։ Ինչով մենք խաղաղվենք։ Երբեմն մենք փողով ենք խաղաղվում, այդպես չի։ Ինչքան մեր գրբանը լի, ավելի շատ խաղաղ ենք։ Դատարկվում է, ասում ենք, օ, մեր բանկականքը մեկ ինչ քչացել է, ձեռերը սկսում է դողալ, ծունգերն սկսում է դողալ։ Որտեղ է քո խաղաղությունը։ Արդյոք փափակում ես, որ Հիսուսը կա եւ քո խաղաղության Տերը լինի։ Խնդրեմ ոտքի վրա կանգնեք։ Հալելույա։ Հարկ Հիսուսին։ Ովսաննա, ովսաննա Հիսուս Քրիստոս Աստծո Դու ես խաղաղության իշխան։ Դու ես զորության իշխան։ Ով Աստված հայտարարում եմ քո թագավորության զորության համեմատ։ Ամեն մեկ քույր ու եղբայրներից, որ այստեղ կանգնած են որտեղ։ Հիսուս Քրիստոս, քո զորությունը, որ իմ մեջ կա, քո զորությունը, որ ամեն մեկիս մեջ կա։ Հրամայում ենք Տեր, ամփոխ Տեր։ Այդ բաները, որ Տեր մեր մեջ կա, հրճակում եմ քույրերիս մեջ առողջություն։ Հրճակում եմ իրաց մտքերի մեջ հանգստություն, հրճակում եմ նրանց համար ուրախություն, եղբայրներիս մեջ Տերիմ Աստված, հրճակում եմ քո զորությունը, որ նրանք դառնան եկեղեցու սույններ ով Աստված, դառնան այդ մարդիկ, որ սատանան նրանցից վախենա, սատանան քո ոտքերի տակ ջախջախվա Հիսուս Քրիստոս, եւ այդ զորությունը տվել ես մեզի, օգտագործում ենք այդ զորությունը, վերցնում ենք Տեր եւ շնորհակալ ենք, որ մեր սրտի թագավորն ես։ Եվ շնորհակալ ենք, որ դու տվեցիր քո խաղաղությունը, տվեցիր քո իշխանությունը, տվեցիր քո զորությունը ամեն մեկիս։ Փառքն ու պատիվն ու զորությունը հիմա անմիշտ քոնն է Տեր։ Ամեն։